Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք հետադարձ Մերկուրիի մասին, որը այս տարվա երրորդն է և վերջինը իհարկե։ Մերկուրին հետադարձ է լինելու աղեղնավոր և կարիչ նշաններում։ Ովքեր որ գիտեն իրենց քարտեզը, ապա կարող եք նայել, թե որտեղ է գտնվում ձեր աղեղնավորը 6 աստիճան, ավելի շատ 7 աստիճան, և հետ է գալիս դեպի կարիչ 21 աստիճան, 20 և քանիս, այդպես 21 աստիճան կարիչ։ Դուք կարող եք նայել, թե որ տներն են ձեզ մոտ լինելու, որովհետև երբ որ կանխատեսումը կլինի, դուք կարող եք նայել միայն ձեր իմացած, ձեր իրական քարտեզում գտնվող այդ տները։ Այդպիսով կանխատեսումը ձեզ համար ավելի ռեալ կլինի։ Հետադարձ է լինելու Մերկուրին նոյեմբերի 9-ից մինչև 29, համարվում է 19 օր։ Եվ շատ հավանական է, որ երկու նշաններն էլ գտնվեն ձեզ մոտ մեկ տանը, այսինքն կեսը այնտեղ լինի, կեսը այնտեղ, բայց բնականաբար իրենք լինեն մեկ տանը, կարող են լինել նաև երկու տանը, դրա համար անպայման և մեկ տունն էլ լսեք և երկու տունն էլ ում մոտ որ գտնվում է։ Դա համար լավ կլինի, որ դուք իմանաք ձեր քարտեզը, ունենաք ձեր ձեռքի տակ և գոնե այս դեպքերում իրական կանխատեսումը լսեք, ոչ թե լսեք օրինակ աղեղնավորի կանխատեսումը, որը բացարձակապես կարող է իրեն չհամապատասխանել։ Ճիշտ է, կզգան նման կենդանակերպի նշանները, որ նշաններում որ գտնվում է հետադարձ կամ որևիցե մոլորակ է մտնում, բայց իրականում ավելի շատ կզգաք այն տանը, որը որ ինքը գտնվում է, որովհետև լինելով օրինակ այս պահին աղեղնավոր, ձեզ մոտ լինելու է առաջին տանը, նույնն էլ նաև կարիչներին կարող եմ ասել, որ ձեզ մոտ կլինի նաև առաջին տանը, բայց պետք է հասկանաք, որ ձեր իրական քարտեզում նա կարող է լինել 5-ը, 7-ը և այլն, մեկ այլ տուն։ Դրա համար գտեք ձեր քարտեզը, գտեք ճիշտ ձեր ժամը, եթե հարկավոր է գնացեք նաև հիվանդանոց, դա ավելի ճիշտ է, և այն ինչպես որ ձեզ նշել են, որ հենց հստակ ժամի եք ծնվել, նմանատիպ բան գոյություն չունի, որովհետև հստակ ժամ իրենք են պարզապես գրում։ Ոչ ոք շատ քիչ մարդիկ կարող եմ ասել, որ կարող են ծնվել հենց հստակ օրինակ 08:00-ին, բայց կարող է լինել 07 օրինակ 56 րոպե և այդտեղից արդեն որևիցե միացում արդեն անջատվում է և դուք այլևս այդ միացման տակ չեք, կամ ձեզանից հետո 1 րոպե հետո որևիցե կարևոր միացում է տեղի ունենում, որը ձեզ վնաս է։ Դրա համար պետք է ճիշտ իմանաք ձեր հստակ ժամը և ձեր քարտեզը, գոնե եթե մոտավորապես գիտեք, կազմեք ձեր քարտեզը և նայեք այս նշանները, թե որտեղ են գտնվում և նայեք իրական կանխատեսումը ձեզ համար։ Իսկ հիմա տեսնենք, թե ընդհանրապես Մերկուրին, երբ որ հետադարձ է լինում, ինչ է մեզ բոլորի սպասվում, մինչև կանխատեսումը բոլոր կենդանակերպի նշանների, խորհուրդ կտամ անպայման լսեք, որովհետև սա ընդհանուր է, սա գլոբալ է և դա բոլորի հետ կարող է կատարվել։ Եվ Մերկուրին աղեղնավորում դա շատ շփումն է, Մերկուրին դա խոսքն է, իսկ աղեղնավորը դա Յուպիտերը։ Եվ երբ Մերկուրին անցնում է աղեղնավոր նշան, մարդիկ կսկսեն ավելի շատ խոսել, կլինեն ավելի անզուսպ և բաց։ Որովհետև նաև հավանական է Հայաստանում է ինչ-որ մի բան կատարվում, կամ մեկը մյուսին կսկսեն ավելի շատ այդպես վիրավորել և այլն։ Մարդիկ կասեն այն, ինչի մասին մտածում են, ինչն էլ կարող է անհարմարության մեջ դնել ուրիշներին, բայց խոսողը չի զգա այդ անհարմարությունը։ Եթե որևէ թեմայի շուրջ սկսեք խոսել, դրան վերջ տալ շատ դժվար կլինի, անվերջ կխոսեք, չնկատելով ժամանակը, կլինեն շատ խոստումներ, մեծ պլաններ, կաղմկեն, բայց շատ արագ այդ ամենի մասին կմոռանան։ Սա նաև հետաքրքիր հանդիպումների և ծանոթությունների շրջան է։ Կարող եք շատ հանդիպել օտար երկրացիների։ Հայաստանում օրինակ կարող են ավելի շատ լուծվել օտար երկրացիները։ Եթե օտար երկրում որևէ պայմանագիր եք ցանկանում կնքել, ապա սպասեք մինչև Մերկուրին ուղղահայաց կլինի։ Նույնը և ուսման վերաբերյալ, քանի որ կցանկանաք սովորել կամ աշխատել օտար երկրում, բայց պետք է սպասեք դիմելու համար, քանի որ Մերկուրին հետադարձ է և հետո կամ դուք կփոշմանեք կամ բարդություններ կառաջանան։ Շատերդ եք հարցնում երկիրը լքելու և գնումներ կատարելու մասին, այս տեսանյութում կստանաք դրանց պատասխանները։ Ինչ է նշանակում հետադարձ Մերկուրին, ինչպես է ազդում մեզ վրա,
եւ ինչ կարելի է եւ ինչ չի կարելի անել այս ընթացքում։ Մերկուրին ետադարձ որպես այդպեսին չի լինում եւ ոչ մի մոլորակ երբեք հետադարձ չի լինում։ Պարզապես նա այնքան է դանդաղում, որ երկրագնդից այդպես ենք տեսնում, երկրագունդը շարունակվում է, պտտվում է, իսկ նա մնում է հետևում, որովհետև ինքը պտտվում է կլորաձև եւ ինքը Մերկուրին արդեն մնաց այնտեղ հետևում եւ մեզ համար թվում է, թե որ ինքը հետևում է, մինչեւ մենք գալիս հասնում ենք նորից իրեն։ Մոլորակների կանգը եւ հետընթացը նման է մեքենաներ վարելու հետ։ Շրջադարձ կա, թվում է, թե կողքիդ մեքենան ետ է շարժվում, անգամ գլուխդ է պտտվում այդ պահին, երբ որ դու տեսնում ես, որ մեքենան ոնց որ հետ գնաց։ Նույնն էլ մոլորակներն են, դիտվում այդպես երկրից։ Մոլորակների կանգը եւ ետադարձ վիճակը ազդում է մարդու տրամադրության, հարաբերությունների եւ անձնական կյանքի վրա։ Մերկուրին կառավարում է հաղորդակցությունը, շփումը, փոխազդեցությունները, ուսումը, ինտելեկտը, հիշողությունը, ինքնարտահայտումը, տրանսպորտը, վաճառքը, ճարտարագիտությունը եւ տեխնոլոգիան։ Նա նաեւ պատասխանատու է կարևոր փաստաթղթերի համար։ Ակտեր, պայմանագրեր, կտակ, անձնագիր եւ այլն։ Դրա համար ես նշեցի, որ նախորդ անգամ, երբ որ ստորագրվել էր Ամերիկայի եւ մեր միջև այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, դա եղել էր հետադարձ Մերկուրիի ժամանակ, որը անթույլատրելի է։ Դրա համար կլինեն բարդություններ, ինչպես որ նոյեմբերի 9-ին հետադարձ Մարսի ժամանակ տեղի ունեցավ։ Երբ Մերկուրին հետադարձ է լինում, այս ամենը դուրս են գալիս վերահսկողությունից։ Ինչու է դա այդպես լինում։ Մոլորակն այդ ժամանակ լինում է հանգիստ վիճակում եւ իր ղեկավարած ոլորտները նույնպես կանգ են առնում կամ վերադառնում են այն նույն կետին, ինչև եղել են մինչ այս։ Ինչպես օրոցն է շարժվում, ետ գնալուց վերադառնում է նախկին տեսքին։ Ցանկանում եմ մանրացնել, քանի որ սա ձեզ շատ է հարկավոր ցանկացած ետադարձ մոլորակի ժամանակ։ Մինչև հարցը ուղղելը կխնդրեմ անպայման դուք լսեք դիմացը։ Թեկուզ եթե ամաններ եք լվանում, թեկուզ տուն եք մաքրում, լսեք այս դիմացը։ Հետո երբ որ կանցնեմ կենդանակերպի նշաններին, կարող լսել միայն այն տունը կամ այն կենդանակերպի նշանը, որում որ դուք եք։ Եվ ձեր մեջ այլևս հարցեր չառաջանալու համար լսեք սա։ Մերկուրին ավելի հզոր է ետադարձ վիճակում, եւ հենց այդ ժամանակ էլ մարդիկ ստանում են իրենց պատասխանները։ Փաստաթղթերը, անձնագիրը, վիզան եւ այլն, ինչպես որ ես ինքս եմ ստացել հետադարձ Մերկուրիի ժամանակ Ֆրանսիայում գտնվող իմ իրավունքը, ապրելու իրավունքը։ Եվ դիմել եմ հետադարձ Մերկուրիի ժամանակ կրկին անգամ եւ ստացել եմ եւս հետադարձ Մերկուրիի ժամանակ։ Ինչպես խուսափել։ Այդ ժամանակ ճշմարտությունը դուրս է գալիս ջրի երես, բացահայտվում են գաղտնիքներ, այնինչ թաքցրել էին խնամքով, ամեն ինչ դուրս է գալիս։ Փորձեք ոչինչ չսկսել, ավելի լավ է ավարտին հասցրեք սկսած գործը, կամ արեք այն, ինչ միշտ հետաձգում եք։ Հարաբերություններում հին վեճը կարող է նորից բռնկվել, բայց հաճախ դա լինում է այն ժամանակ, երբ մարդիկ պետք է բաժանվեն իրարից։ Այս ընթացքում նաև կարող են ձեզ հիշել ձեր նախկին սիրելին, ընկերը, մանկության ընկերներից, վաղեմի ծանոթներից կարող են հաղորդակցություններ գրել ձեզ, կհիշեն ձեզ, կզանգեն։ Տեխնիկայի համար միայն կարող եմ ասել, որ հեռու պահեք խմիչքները, համակարգչից, սուրճ, թեյ եւ այլն, առավել եւս քաղցր ջուր։ Մերկուրի ետադարձ ժամանակ խափանվում են համակարգիչները եւ էլեկտրական սարքավորումները։ Ուշադիր եղեք ծրագրերին, պահպանեք ձեր համակարգչի տվյալները կրկնակի։ Եթե որևէ սարքավորում կոտրված է, ապա վերանորոգեք այն, նորը մի գնեք։ Զերծ մնացեք պայմանագրեր կնքելուց, բանավոր պայմանավորվածություններից։ Հետաձգեք ձեր նոր աշխատանքը, ավելի ուշ կարող եք բացահայտվել նոր մանրամասներ, որոնք վրիպել են ձեր ուշադրությունից եւ հնարավոր են անակնկալ խնդիրներ։ Մերկուրին կառավարում է փոստը եւ հաղորդակցությունը, հատկապես զգույշ եղեք կարևոր փաստաթղթեր ուղարկելուց։ Կարող եք ուրիշին ուղարկել։ Կրկնակի ստուգեք ձեր ուղարկած նամակները, որոնք միգուցե սխալ մարդու ուղարկեք, սխալ ուղարկեք։ Ձեր հաճախորդները հանկարծակի կարող են փոխել իրենց որոշումը։ Ամսագիր, կայք եւ գովազդներ փորձեք չանել։ Մի կատարեք պլաստիկ վիրահատություն, երբ Մերկուրին, Վեներան եւ Մարսը հետադարձ են։ Վեներան հաջորդ տարի է լինելու հետադարձ, այդ մասին անպայման կխոսենք։ Այս փուլում սխալներն ավելի հաճախ են լինում։
Միայն վիրահատություններ արեք այն դեպքում, երբ դա կապված է կյանքի հետ, ոչ թե պլաստիկ վիրահատություն։ Բայց եթե ունեք ընտրություն եւ դա շատ շտապ է, ապա հետաձգեք մինչև իհարկե նոյեմբերի վերջ, դեռ 1-2-3 օր էլ այնտեղ ավել։ Ոչինչ մի գնեք այս ընթացքում առավել եւս տեխնիկա, ես ինքս պետք է գնայի տեխնիկա, այնքան հետաձգեցինք այսօր վաղը, որ եկավ հետադարձ Մերկուրի ժամանակը եւ հիմա շատ է ուշանում արդեն նոյեմբերի վերջը ինձ համար, որ ես գնամ այդ տեխնիկան, բավականին, չափազանց ուշ է, բայց ռիսկի չեմ կարող դիմել, որովհետեւ եւ թանկարժեք է եւ շատ կարեւոր եւ այդ մեքենայից, այդ տեխնիկայից հետո արդեն դժվար կկարողանամ գտնել կամ իր վերանորոգումը իրանից կրկնակի թանկ կլինի։ Եթե թանկարժեք իրեր գնեք, օրինակ մեքենա, համակարգիչ, զարդեր կամ ոչ թե կենցաղային տեխնիկա, ապա կարող եք ավելի ուշ զղջալ ձեր գնման համար։ Եթե գնեք որևէ իր, ապա եւ Մերկուրին կլինի կրկին ուղղահայաց, ապա սարքավորումները վերանորոգման կարիք կունենան, հեռախոսը կարող է փչանալ կամ կորել, նաեւ կարող տեսնեք, որ նույնիսկ գեստը կամ իրը մեկ այլ խանութում բավականին զղջեն։ Եթե գնեք բնակարան, ապա կարող են տան հետ կապված սխալների հայտ գալ ավելի ուշ։ Եթե դուք բնակարանը գնել եք վաղուց, մինչև ետադարձ լինելը, ապա կարող եք հանգիստ շարունակել, բայց նոր գործարք հարկավոր չէ կնքել։ Եվ իհարկե ուղևորության մասին, որի համար շատ եք դիմում, չնայած լավ է այս անգամ, որ չի ընկել դեկտեմբեր ամիսը, նախորդ անգամ դեկտեմբերին էր, եւ ամենավատ շրջաններ, երբ որ մարդիկ հենց գնում են հանգստանալու եւ շատերի մոտ խնդիրներ առաջացավ։ Այդ ընթացքում շատերը մոռացկոտ են դառնում։ Կարող եք մոռանալ ձեր փաստաթղթերը, ձեր չոմոդանը, ինքնաթիռի տոմսը կամ տաքսու մեջ թողնեք որևէ իր։ Բանալին թողնեք դռան վրա, տանից դուրս գալու ժամանակ։ Հնարավոր է ինքնաթիռի ուշացում լինի, ձեր ուղեբեռի կորուս լինի, կամ օրինակ շփոթվեք եւ ուզենաք գնաք մեկ այլ ինքնաթիռ նստեք համարը կամ ձեզ շփոթեցնեն, ինչպես որ ինձ էին ժամանակին շփոթեցրել Ֆրանսիա գալու ժամանակ, գնաք ուրիշ տեղ նստեք եւ սպասեք եւ ձեր ժամը անցնի գնա, արդեն հետո չկարողանաք նստել ինքնաթիռ։ Միայն ուղևորվելուց զգույշ եղեք, ուշադիր եղեք ամեն ինչին։ Դա է պահանջում, որ ինչ-որ բան չմոռանաք, ինչ-որ բաներ, ամեն ինչը դուք կարող եք բարձրություններով գնալ հասնել տեղ։ Եթե այդ օրերին պետք է բոլորը կորցնեն, որևէ բան, ապա բոլոր թռիչքները կհետաձգվեին, այսպես թե այնպես։ Միայն չափազանց ուշադիր եղեք, մի քանի անգամ ստուգեք, թե ինչ եք վերցրել ձեզ հետ, ինչը ոչ։ Մի փոքր շուտ դուրս եկեք տանից։ Մերկուրին բարի է։ Եվ ուղևորությունը հիանալի կանցնի, հատկապես եթե գնալու եք այնպիսի վայրեր, որտեղ արդեն եղել էիք, եւ իհարկե եթե գնում եք ձեր մանկության վայրեր։ Նաեւ այդ ժամանակ կարող է պայմանավորվեք որևէ բնակարանի կամ հյուրանոցի համար, գնաք, հասնեք այնտեղ եւ գրանցած չլինեն, կամ բնակարանի տիրոջը չկարողանաք գտնել կամ դժվարությամբ գտնել։ Իդեպ այս ամառ ես եւս գնացի հանգստանալու, որտեղ որ մենք պատվիրել էինք հյուրանոցային համար, 3 օրվա համար եւ գնացինք հասանք այնտեղ, չէին գրանցել, ինչ որ 1 հոգու համար էին գրանցել, կարծես թե մեկ մահճակալ եւ խնդիրների մեջ ընկանք, գիտեք ամառվա օրերին բոլոր հյուրանոցները խցկված են եւ անհնարին էր որ հյուրանոց գտնել, մենք վերջապես կարողացանք գտնել այնտեղ, չեմ հիշում, 3 աստղանի էր, 1 աստղանի էր, ինչ էր, 3 կլիներ կամ իրոք երևի 1 կլիներ, որովհետեւ անգամ վերմակի այդ պատադյալնիքի վրա անցք կար բավականին շատ ենք ծիծաղել, բայց դե մնացինք, դե չնայած որ միայն ոնց որ գիշերն էին գալիս քնում, բայց համենայն դեպս, հա, էլի այդ պահերը տհաճ էր բնականաբար։ Դե համար շատ ուշադիր եղեք, զանգահարեք, հստակ հասկացեք, որ վերցրել եք տեղը, նոր հետո գնացեք անպայման։ Աչքաթող մի արեք այդ հարցերը։ Միայն նման խնդիրներ կարող են լինել ուղևորության դեպքում, թե չէ բուն ուղևորությունը հանգիստ կանցնի։
Հիանալի կանցնի։ Չնայած որ մենք էլի տոմսեր էինք գնել այնտեղ, ես եւս էլի վախենում էի, որովհետեւ չենք կարողանում գտնել թե որտեղ էր, որովհետեւ պետք է նստեինք նավ եւ չգիտեին, որպեսզի տեսնեինք լուսաբացը, մայրամուտը, կներեք։ Եվ փնտրում ենք այդ տարածքը, չենք կարողանում գտնել թե որն է մեր նավը, որը որ պետք է ուղևորվի, մտածեցի մենք անգամ երևի դա չենք գնել, վճարել ենք, բայց չենք գնել, նման խնդիրներից խուսափելու համար, ոնց որ եւ լարված էր ընդհանուր, եւ շատ լավ անցավ, լարված էր այդ պահերով, որ ինչ որ սխալներ է տեղի ունենում, բայց նաեւ լավ էր։ Եվ մի քանի խորհուրդ, որը ցանկանում եմ ձեզ ասել, ետադարձ Մերկուրի ժամանակ ինչ անել։ Ստորագրելուց առաջ կարդացեք բոլոր պայմանագրերը եւ իրավական բոլոր փաստաթղթերը։ Ուղարկելուց առաջ կարդացեք նամակներն ու փաստաթղթերը։ Ցանկացած ճամփորդությունների եւ հանդիպումների համար շուտ դուրս եկեք տանից։ Քանի որ հնարավոր են ուշանումներ, խցանումներ եւ այլն, եղեք ներողամիտ, բաց թողեք վրդովմունքը, ավարտեք սկսվածը, կրկնօրինակեք ձեր տվյալները, նկարները, ցուցակները եւ այլն։ Եթե ձեր նշանում է լինում ետադարձ, ապա հնարավոր են որոշ բաների ուշացումներ, հիասթափություններ։ Օրինակ, այս դեպքում աղեղնավորը եւ կարիճը։ Փորձեք լինել ավելի զգոն եւ կրկնակի ստուգեք, օրինակ, եւս էլի վերաբերվում է հստակ աղեղնավորներին եւ կարիճներին, նաեւ ասցենդենտով աղեղնավորներին եւ ասցենդենտով կարիճներին։ Ամեն ինչ արեք շատ դանդաղ եւ եթե հնարավոր է, ապա սպասեք այս 3 շաբաթը, սա բոլորին է վերաբերվում, հետո նոր արեք։ Շատ հարցեր տվեք, որպեսզի պատասխանն իմանաք։ Մի քանի անգամ ստուգեք ամեն ինչ, ուշադիր կարդացեք մանրատառերը։ Եթե դուք գնում եք բնակարան, տուն, մեքենա, վարձեք լավագույն մասնագետին եւ ցանկալի է երկուսին մանրակրկիտ ստուգման համար եւ իհարկե բացառություններ են լինում հետադարձ Մերկուրի ժամանակ, օրինակ եթե ձեր նախկին տնօրենը ձեզ կրկին կանչում է իր մոտ աշխատելու, ապա գնացեք եւ եթե դուք աշխատանք չունեք, ապա գնացեք եւ փնտրեք, մի սպասեք այս 3 շաբաթը։ Միայն պետք է հասկանաք, որ կարող է այն կարճ տևել։ Հետո դուրս կարող եք գալ։ Բայց եթե այս պահին անհրաժեշտ է, բնականաբար թե հիմա կարճ կլինի, երկար կլինի, այս պահին հարկավոր է։ Եթե ձեզ վարկ չէին տրամադրել մինչև ետադարձ լինելը, ապա հիմա ռիսկով կրկին դիմեք։ Եվ եթե դուք գտել եք ձեզ համար բնակարան, բայց գործարքներ չէիք կատարել, ապա կարող եք վերադառնալ դրան, բայց նորը այդքան էլ բարենպաստ չէ։ Միայն 5 գործարքներին վերադարձեք։ Եվ իհարկե, եթե ամուսնանում եք այս շրջանում, ապա ետադարձ ժամանակ շատ բաներ ի հայտ կգան։ Եղեք ավելի հանգիստ։ Եվ ինչ անել այս ժամանակ։ Իհարկե, ետադարձ Մերկուրի շարժումներից կարող ենք հիասթափվել, բայց դա պլյուս ունի։ Մենք կարող ենք վերադառնալ, վերակառուցել մեր բոլոր ծրագրերը։ Երբեմն մենք շտապում ենք որոշ բաներ անելու համար, Մերկուրի մեզ հնարավորություն է տալիս կանգնել եւ մտածել մեր արարքների համար։ Այն նաև օգնում է ելք գտնել որոշակի իրավիճակներից։ Նա մեզ ցույց է տալիս այն, ինչը մենք պետք է փոխենք եւ ուղենք։ Այն ժամանակ կարող եք զբաղվել նման հարցերով, օրինակ, տեսակավորել ֆայլերը, պահարանները դասավորեք, քանի որ կարող է այնտեղից իր գտնեք, որը վաղուց կորցրել եք։ Լուծեք 5 կոնֆլիկտները ընկերների եւ ընտանիքի հետ, կատարեք ցանկացած տեսակի վերանորոգում, արեք այն բաները, որը հետաձգում եք։ Բարելավեք ձեր գործերը, նախագծերը, ավարտին հասցրեք այն ամենը, ինչը որ պետք է հետաձգում եք։ Թեկուզ եթե գիրք եք կարդում, դա եւս ավարտեք։ Վճարեք պարտքերը։ Նաեւ ձեզ կարող են վերադարձնել ձեր պարտքերը։ Եվ սովորաբար եկվորյակները եւ կույսերը ավելի շատ են զգում Մերկուրի ազդեցությունը, քանի որ նրանց ղեկավարում է հենց Մերկուրին։ Եթե ձեր քարտում կա այդ մոլորակը, կա ետադարձ մոլորակ, ապա դուք ավելի քիչ կզգաք այս ետադարձ վիճակը։ Եվ իհարկե պետք է հասկանաք, որ աղեղնավորները եւ կարիճները ավելի ու ավելի շատ են զգալու։ Կախված պլյուս, եւ թե որ տանն է լինելու եւ հենց պարզապես դուք ինքներդ այն ամենը, ինչը որ ծրագրավորել եք, կարող է դանդաղել, չլինել, հետաձգվել,
թոշակի համար հարցերի պատասխաններ եք սպասում, եւս կարող է հետաձգվել եւ այլն, շատ բաներ։ Բայց մի կողմից սա բոլորի համար է լավ, որ եթե դիմել եք օրինակ, եթե օտար երկրում եք ապրում, հատկապես եթե աղեղնավորի նշանում է, հա, սա այդ սկիզբը կարող եմ նաեւ նշել, թե որորն է 1 րոպե։ Մինչև նոյեմբերի 18-ը դեռ կլինի աղեղնավորում, հետո արդեն կլինի կարիճ նշանում։ Դրա համար լավ կլինի մինչև օրինակ նոյեմբերի 18-ը, եթե օտար երկրում գործեր ունեք անելու, կրկին դիմելու օրինակ փաստաթղթերի հետ կապված հարցերում, ապա անպայման կարող եք դիմել։ Դա վնաս չէ, դա ձեզ համար պլյուս է, եւ վերանայելուց հետո հավանականությունը շատ մեծ է, 90%, որ հետո ձեզ այդ իրավունքը կտան։ Եվ հիմա շատերի պլանները կարող են փոխվել, առավել եւս այս եթե օրինակ ուզում եք գնալ հանգստանալու, կարող եք նոյեմբերի վերջ արդեն որոշել, որ չէ, ավելի լավ է մեկ այլ տեղ գնալ հանգստանալու եւ այլն։ Մերկուրին սիրում է փոխել ինչ որ բաներ, դրա համար կփոխվեն ձեր պլանները, կամ նա կփոխի, կամ դուք ինքներդ հաստիպված կլինեք, այդ մտքերը կգան ձեր մոտ եւ դուք կփոխեք։ Եվ այս ընթացքում մարդկանց հետ շփվելիս, ասես պատնեշ կլինի, դժվար կլինի մարդկանց բացվել, արտահայտվել նաև։ Կարող են շատ խոսքեր անտեսվել, ոնց որ կամ ձեզ վիրավորված են, կամ ձեզ չեն պատասխանում, կամ ձեզ չեն նկատում։ Դուք խոսում եք, բայց ոնց որ ինչ-որ մարդիկ ձեզ չեն լսում, ձեզ շրջակողքն են, բայց ամեն մեկ իր մտքերով է կամ դիմացինին է լսում, ոչ ձեզ։ Մարդիկ կարող են լինել թերահավատ, կասկածամիտ, անվստահ, կոպիտ նաև ըստ կարիճի, հնարավոր է նաև մոռացկոտություն, անփութություն։ Դե ընդհանրապես ինչի համար է լավ հետադարձ Մերկուրին, որ այնինչ կապված է կրկին անելու հետ։ Հիանալի է այդ ժամանակը, որ երբ որ Մերկուրին հետադարձ, որպեսզի ամեն ինչ կրկին անեք, կրկին մտածեք, կրկին սկսեք, կրկին հաշվարկեք, վերանայեք ձեր որոշումները, կրկին անեք, մենակ վերանորոգում անեք, շատ լավ է այս հետադարձ Մերկուրի ժամանակ։ Վերանորոգումը ավարտելու համար, չնայած որ հիմա դե արդեն ձմեռը մոտենում եւ դժվար է մարդիկ վերանորոգում անեն, բայց կարող է ինչ-որ կոսմետիկ բաներ եք վերանորոգում։ Դեն նետեք այն, ինչ որ ձեզ անհրաժեշտ չէ, վերականգնեք ինչ որ բան, ինչ անում եք անցյալում, կարող եք վերադառնալ ձեր նախկին աշխատանքին, կրկին վերականգնեք ձեր ուսումը, դատական գործերը կարող եք բացել կրկին, այնինչ կարող եք անել կրկին, դա պետք է անել հիմա, հետադարձ Մերկուրի ժամանակ։ Կարող եք նաև վերաարժեքավորել, վերագնահատել ինչ որ բան, օրինակ ձեր անշարժ գույքը, լավացնեք ձեր գործը, նաև կարող եք ուսումնասիրել շուկան, կրկին անգամ, արժեքների հետ կապված, այն ինչ որ դուք անում եք։ Հետադարձ Մերկուրի ժամանակ շատ ժամանակ կարող եք գտնել իրեր ցածր արժեքով կամ զեղչված գներով, զեղչված արժեքներով, կարող եք գնել այս ընթացքում այն ինչ որ դուք ուզում եք։ Եվ պետք է ուղղակի բացի ճամփորդությունից ուշադիր լինել ձեր անձնական իրերին, այնտեղ անձնագրին, վարորդական վկայականին, յուրաքանչյուր, հա, եթե նման բաներ եք փոխում, կրկին փոխելու համար շատ լավ է։ Բայց եթե դուք դիմել եք եւ ոնց որ ձեզ ասել էին, որ նոյեմբերի մեջ կլինի, ապա դուք պետք է հասկանաք, որ դեռ պետք է սպասեք։ Այդ ընթացքում անհնարին է։ Յուրաքանչյուր բան, ինչը որ դիմել եք օրինակ հոկտեմբերին, հոկտեմբերի վերջ, պետք է ստիպված եք սպասելու մինչև նոյեմբերի վերջ, ոչ ոք ձեզ չի պատասխանելու։ Եվ հստակ կարելի ասել վտանգավոր օրերն են հենց ամսի 9 եւ 29-ը։ Այդ օրերին մեքենաների հետ կապված պետք է ուշադիր լինել, հնարավոր են խափանումներ, հնարավոր են նաեւ համենայն դեպս ուշադիր վարեք, եթե հնարավոր է, դե կիրակի է լինում ամսի 9-ը եւ լավ կլինի դե տանից այդքան էլ շատ դուրս չգաք, ավելի լավ է մնաք տանը։ Եվ իհարկե հետևեք ձեր ընտանի կենդանիներին, որտեղ նրանք կարող են կորչել։ Եվ իհարկե արդեն բավականին երկարեց տեսանյութը, որովհետև հետադարձ Մերկուրին ինքը իր մեջ շատ բան է պարունակում, կարելի ասել ամենակարևոր մոլորակներից է, որը պտտվում է եւ մեր մոտ ամեն ինչ խառնում է իրար, գլխի վայր, դրա համար իր մասին պետք է ուղղակի շատ խոսել։ Եվ տեսանյութի երկրորդ հատվածում նշանների մասին կլինի, ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, բացի դա էլ ովքեր որ եւս նշեմ, գիտեք ձեր քարտեզը, ապա նայեք
ձեր իսկ քարտեզով, միմիայն ձեր քարտեզով այդ տանը, որտեղ որ գտնվում է, դա է ձեզ համար լինելու ամենաճիշտ կանխատեսումը։ Ովքեր որ չգիտեն, կարող եք նայել եւ ձեր ասցենդենտի նշանով, ասցենդենտից հետո գտնվող նշանով օրինակ, եթե ձեր ասցենդենտը եկվորյակ է, կարող եք նաեւ նայել խեցգետիններին եւ հասկանալ կատարվեց արդյոք թե ոչ։ Եվ եկվորյակը նայեք եւ խեցգետինը նայեք։ Այդ դեպքում եւս կարող է ձեզ մոտ կատարվել։ Եվ բացի դա էլ, քանի որ ինքը գտնվելու է երկու նշանում, նայեք, ովքեր որ նայում են իրենց ասցենդենտը կամ պարզապես նայում եք ձեր նշանը, օրինակ, եթե դուք խոյ եք, հա, ձեզ մոտ գտնվում է այս տանը, նաև նայեք ցուլերինը, որովհետև եւ նա կլինի եւ նա, որովհետև նա երկու տարբեր տներում է լինելու։ Դա իհարկե ձեր կենդանակերպի նշանի համար։ Եվ այսպիսով հարգելի խոյեր, հետադարձ Մերկուրին կլինի ձեր 9-րդ տանը։ 9-րդ տունը դա կյանքի իմաստի որոնման տունն է, ճանապարհորդության եւ ուսման տունը։ Դա այն է, ինչը մեզ դարձնում է երջանիկ։ Կարող է փոխվել ձեր ուսուցչուհին, կցանկանաք արձակուրդ վերցնել ուսման հետ կապված։ Հիանալի ժամանակ է, որպեսզի վերականգնեք ձեր ուսումը, որպեսզի ավարտեք այն։ Նաև հիանալի է, որպեսզի վերաքննություն հանձնեք, ինչպես նաև կարող է սկսեք մտածել, հարկավոր է արդյոք դա ինձ թե ոչ, հարկավոր է արդյոք ինձ այդ մասնագիտությունը եւ որոշեք փոխել ձեր ֆակուլտետը կամ գնաք մեկ այլ դասընթացի։ Եթե դուք ինքներդ եք սովորեցնում, ապա կարող եք սկսեք ուրիշ դասընթացներ տալ, այնինչ դուք նախկինում անցկացրել եք։ Եթե ունեք դատական գործեր, ապա շատ լավ ժամանակ է յետադարձ բողոք ներկայացնելու համար, որպեսզի կրկին վերաբացվի գործերը։ Իսկ եթե դուք սպասում եք որևէ դատական գործընթացի որոշման, ապա դրանք կարող են ամսաթվերը փոխվել, հետաձգվել, կարող է ձեր պլանավորվածությամբ չընթանա։ Կարող է օրինակ դատավորը հիվանդանա կամ որոշ փաստաթղթեր կիսատեն պետք է տակ, որևէ խանգարող հանգամանքներ նաև կարող են առաջանալ։ 9-րդ տունը դա նաև ճանապարհորդությունն է եւ այն վայրերը, որտեղ դուք արդեն եղել եք։ Այդտեղ կարող եք գնալ, անգամ եթե պետք է որևէ հեռու վայր գնաք։ Յետադարձ Մերկուրի ժամանակ լավ է կրկին վերանայել, դիմել վիզայի համար, բայց այն վայրերի համար, որտեղ արդեն եղել եք։ Ոմանք կարող է վերադառնան ի վերջո եկեղեցի, մեր կրոնին, կամ կարող է սկսեք մտածել, թե դա արդյոք ինչ է ինձ տալիս, եւ համեմատություն անցկացնեք մեկ այլ կրոնի հետ, օրինակ կաթոլիկ։ Նա շատ հայեր են հիմա։ Սա իհարկե ոչ բոլորին կարող է վերաբերվել։ Մերկուրին նաև փաստաթղթերն են, պատասխանատու է մեր մտքերի համար եւ կարող է դուք վերադառնաք այն մտքին, թե որն է ձեր նպատակակետը, առաքելությունը եւ ինչու՞ է կայանում ձեր կյանքի իմաստը եւ նաեւ կարող եք դիմել ինչ-որ մեկին, որպեսզի գտնեք ձեր առաքելությունը այս կյանքում։ Այդ թեման ձեզ շատ կանհանգստացնի։ Եվ դուք կզգաք, թե ինչպես է այդ մտքերը ազդում ձեր կյանքի վրա։ Դրա համար հետևեք ձեր մտքերին, այնինչ մտածում եք։ 9-րդ տունը դա առհասարակ դրական տուն է եւ մտքերը նույնպես կլինեն միայն դրական։ Եվ իհարկե դա հավատքի տունն է։ Եթե անգամ դուք չգիտեիք ինչով զբաղվել եւ առհասարակ ինչ եք դուք ցանկանում կյանքում, ամենակարևորը ձեր մտքերը կառուցեք այնպես, ասես վերակազմավորեք դրանք։ Եվ Մերկուրին այդ ժամանակ այդ հարցում այնքան լավ է, որ ձեզ հնարավորություն կտա վերակազմավորել ձեր մտքերը, ձեր ուղեղը դրական մտքերի համար։ Ինչ էլ որ լինի հիմա ձեր կյանքում անգամ ամենավատ դեպքերը։ Դուք արթնանում եք եւ ասեք շնորհակալություն տիեզերքին, Աստծուն, նրա համար, որ դուք ողջ եք, շնչում եք, տեսնում եք եւ որ հավատում եք, որ կգտնեք ձեր առաքելությունը եւ հավատում եք, որ կգտնեք ձեր ճանապարհը։ Եվ ասեք դա դրականորեն, ուրախ տրամադրությամբ, եւ դուք կտեսնեք, թե ինչ արագությամբ հենց այս ընթացքում, երբ Մերկուրին հետադարձ է, դուք կփոխվեք մեկ այլ կարգավիճակի։ Եվ դուք ավելի པարզ կտեսնեք ամեն ինչ, եւ ավելի པարզ կտեսնեք ձեր ճանապարհը, թե ուր գնաք եւ որ կողմ։ Նաեւ կարող է հանդիպեք այն մարդկանց, ում հետ օրինակ սովորել եք, ում հետ ճանապարհորդության ժամանակ ծանոթացել եք։ Ինչպես նաեւ կարող է վերադառնաք այն գրքին, որն արդեն կարդացել եք եւ կրկին կցանկանաք կարդալ։ Հարգելի ցուլեր, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 8-րդ տանը։
Դուք ասես կվերակազմավորեք ձեր ֆինանսական վիճակը։ Ոմանք, եթե որևէ վայրում ներդրումներ եք կատարել, կարող է ցանկություն ունենաք հանել ձեր գումարը այդ կազմակերպությունից։ Նաև կարող է փոխվել վարկի տոկոսադրույքը եւ դուք կմտածեք ինչպես վարվել նման դեպքում։ Կամ կարող եք վերադարձնել ձեր պարտքերը յուրաքանչյուր վայրից եւ անհատներից եւ որևէ կազմակերպությունից։ 8-րդ տունը դա նաև ընդհանուր բյուջեն է եւ ամուսինների միջև եւ գործնական առումով։ Կարող է ձեզանից որևէ մեկի աշխատավարձը ուշացնեն, ինչպես նաև կարող է մարեք որոշ պարտքեր, որը դուք շատ վաղուց պարտքեիք որևէ մեկին կամ որևէ կազմակերպությանը։ Բիզնես գործընկերոջ վերաբերյալ կարող է ձեր գործընկերը փոխի իր տեսակետը, իր դիրքը, օրինակ կարող է ասի, որ ինքը կներդնի որոշ գումար, բայց փոխի իր որոշումը, կամ կարող է ասել, որ վերցնում է ավելի շուտ հանում է իր ներդրումը ընդհանուր բիզնեսից։ Նաև կարող է այս ընթացքը ձեզ մոտ լինի սպասողական վիճակ, սպասեք որևէ մեկից որևէ գումար։ Օրինակ ժառանգություն, որոշ ֆինանսական գործարքներ, դրանք կարող են կայանալ միայն իհարկե նոյեմբերի վերջից հետո, երբ Մերկուրին կվերադառնա ուղիղ դիրք։ Եթե ձեր ծնողները խոստացել էին օգնել ձեզ գումարով, նրանք կարող է փոխեն իրենց միտքը եւ կարող է ասեն, որ իրենք չեն կարողանում օգնել այս ժամանակահատվածում։ Ինչպես նաև ովքեր սպասում էին պետական հիմնարկությունից որևէ ֆինանսական օգնության կամ ալիմենտ, թոշակ, ապա հնարավոր է, որ պահանջեն հավելյալ փաստաթղթեր, ապացույցներ եւ տեղեկանքներ։ Հարկ կլինի դեռևս որևէ բաներ անել եւ այդ հարցերի շուրջ, որպեսզի ստանաք այդ գումարները։ Ոմանք կարող է մի բանկից մյուս բանկ փոխանցեն իրենց գումարները։ 8-րդ տունը դա նաև ինտիմ հարաբերությունների տունն է, եթե ֆինանսական թեման ձերը չէ, ապա դա կարող է լինել ինտիմ հարաբերությունների վերականգնում որևէ մեկի հետ, կամ կարող է հաշտվեք տվյալ անձնավորության հետ։ Կարող է դուք վաղուց չեք շփվում ձեր նախկին ընկեր կամ ընկերոջ հետ եւ հանկարծ նա իր մասին կհիշեցնի ձեզ, կզանգի կամ նամակ կգրի եւ դուք կրկին կսկսեք հանդիպել միմյանց հետ։ Ճիշտ է, կարող է այն շատ երկար չտևել եւ ավարտվել Մերկուրիի ուղղահայաց լինելուց հետո, բայց կրկին կարթնանան ձեզ մոտ այդ զգացմունքները։ Եվ իհարկե, այս ետադարձ Մերկուրիի ժամանակ դուք կարող եք մաքրվել հոգեպես տրավմաներից, բայց ոմանց մոտ նա կարող է դուրս հանել ձեր նախկին տրավմաները, օրինակ նախկին հարաբերություններից առաջացած կամ ինչու ոչ մանկական տրավմաները, ժառանգության բաժանման տրավմաները, մի խոսքով այն ձեզ հիշեցնել կարող է տալ։ Ընդհանրապես ետադարձ Մերկուրի ժամանակ լավ է դրանք ավարտին հասցնել։ Խոսեք միմյանց հետ, հասկանաք միմյանց եւ ավարտեք ամեն հարց։ Եվ վերջակետ դնեք այդ հարցին, այդ ամենին, ինչը ձեզ տանջում էր։ Ոմանք կարող են կրկին վերադառնալ հոգեբանի մոտ, նարկոլոգի կամ սեքսապաթոլոգի մոտ։ Եվ եթե նախկինում բուժում եք անցել, ապա կրկին կարող եք անցնել այդ կուրսը։ Հարգելի եկորյակներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 7-րդ տանը։ Ձեզ մոտ կապված է գործընկերների եւ զուգընկերների ոլորտի հետ։ Դա ավելի շատ վառ կարտահայտվի, իհարկե նոյեմբերի վերջ, նոյեմբերի կեսերին ավելի շատ, երբ որ կարիճի մեջ կմտնի։ Մի կողմից կարող է շատ դանդաղ ընթանալ գործնական բոլոր հարցերը։ Եվ դուք կսկսեք մտածել, որ որքան դժվար է տվյալ մարդու հետ աշխատել կամ հարաբերություններ ունենալ։ Բայց մյուս կողմից կարող է հարկավոր լինել վերադառնալ նախկին գործերին, ինչպես նաև կլուծեք որոշ խնդիրներ կապված գործնական հարաբերությունների հետ, որոնք շատ վաղուց էին առաջացել, ինչպես նաև վերանայեք, սա վերաբերվում է նաև անձնական հարաբերություններին։ Եթե վերաբերվում է միայն գործընկերներին, ապա դուք կվերանայեք նախկինում ձեր ստորագրված փաստաթղթերին, որոշ պայմանագրերին, եւ այդ հարցում կարող է լինել կրկնակի համաձայնություններ, նոր համաձայնագրեր։ Նաեւ ձեր կյանքում կարող է անցյալից վերադառնան այն մարդիկ, ում հետ դուք նախկինում աշխատել եք։ Ինչպես նաեւ այս ընթացքում կարող եք հրավերք ստանալ գործնական հարաբերություններ սկսելու վերաբերյալ անցյալի ծանոթներից։ Եվ կցանկանամ նշել, որ եթե այդ վայրում դուք նախկինում աշխատել եք, կամ իրենք այն մարդիկ են, որոնց հետ նախկինում աշխատել եք, ապա նման գործընկերությունը այս ընթացքում շատ բարենպաստ է ձեզ համար։ Իսկ եթե կցանկանաք կամ կստանաք ամբողջովին նոր հրավերք նոր մարդկանց կողմից եւ ինչ-որ մի աշխատանքի հետ կապված, ապա ավելի լավ է այս ընթացքում չընդունեք այն։ Ավելի լավ է սպասեք եւ Մերկուրին կլինի ուղիղ դիրքում։
Իսկ եթե խոսենք անձնական հարաբերություններից, ապա դուք կարող եք այն հարցերը, որոնք թողել եք անցյալում, անդրադառնալ դրանց եւ վերջապես լուծեք դրանք։ Եվ այն հարցերը, որոնք ձեզ խանգարում էին միասին երջանիկ լինելու համար։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր բաժանվել էին, ապա դուք կունենաք հնարավորություն կրկին միասին լինելու համար։ Կարող եք զբաղվել ձեր առօրյա գործերով։ Միայն կարող է որոշ գործեր ավելի դանդաղ ընթանան։ Ամենայն դեպս հակարծում եմ ձեզ համար ավելի լավ է, քանի որ կկարողանաք վերանայել ձեր նախկին գործերը եւ նոր շարունակել ձեր ապագան։ Հարգելի խեցգետիններ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 6-րդ տանը։ Կարող է նկատեք, որ ավելի է դանդաղում այն գործերը, որոնք դուք անում եք, թե աշխատավայրում, թե տանում։ Եվ կարող է վերադառնաք նախկին աշխատանքին, որոշ բաներ ուղղեք, շտկեք, ինչպես նաև կավարտեք արդեն իսկ նախկինում սկսված գործերը։ Նաև տան հետ կապված խնդիրները իհարկե, նախկինում առաջացած խնդիրների վերջո լուծում կտաք։ Ոմանք կարող է վերջապես ավարտին հասցնեն իրենց տան վերանորոգումը, բայց եւ այնպես մի մոռացեք, որ նոր գործեր, պրոյեկտներ չի կարելի սկսել այս ընթացքում։ Առհասարակ լավ կլիներ ձեզ համար, որ սկսեիք մտածել ձեր հանգստի մասին եւ մի փոքր հանգստանայիք։ Ինչպես նաև կարող են վերադառնալ ձեր կյանք ձեր նախկին տնօրենը, աշխատանքային գործընկերները։ Նրանք կարող են ձեզ առաջարկել, որ կրկին վերադառնաք այնտեղ աշխատելու։ Եվ այս ընթացքում դա բարենպաստ է, որպեսզի վերադառնաք հին աշխատանքին։ Եթե դուք աշխատում եք որևէ հաճախորդների հետ, կարող են իրենք վերադառնան ձեզ մոտ կամ կրկին պատվիրելու համար, կամ որևէ բան շտկելու կամ ուղղելու համար։ Կարող է նաև նման մանր խնդիրներ առաջանան ձեր տանը, օրինակ իհարկե համակարգիչս փչացել, ֆենս 2 անգամ գնել է։ Ուշադրություն դարձեք ձեր առողջությանը, քանի որ կարող են նախկինում առաջացած խնդիրները հիմա եւս գլուխ բարձրացնեն։ Եվ ստիպված կլինեք այս անգամ իրենց ուշադրություն դարձնել եւ գնալ բժշկի։ Կարող եք թեկուզ պրոֆիլակտիկ ստուգումների գնալ, անալիզներ հանձնել, որպեսզի համոզվեք, որ ամեն ինչ կարգին է։ Եթե ժամանակին զբաղվել եք սպորտով կամ ապրել եք առողջ ապրելակերպով, հիմա ճիշտ ժամանակն է եւս վերադառնալ այդ ամենին։ Այն կյանքով, որ դուք ապրել եք, կրկին վերադառնաք դրան։ Ես կավելացնեի, որ մինչև աշուն, ինչպես որ ապրել եք, այդ կյանքին կվերադառնաք։ Եվ հենց հստակ այդ օրերին, նոյեմբերի 9-ին, նոյեմբերի 29-ին կարևոր ոչինչ մի որոշեք, մի ձեռնարկեք, քանի որ այդ օրը Մերկուրին կանգ է առնելու, որպեսզի կրկին շարունակի իր ուղիղ ընթացքը։ Իհարկե, հետադարձ ընթացքը նոյեմբերի 9-ին եւ նոյեմբերի 29-ին, որպեսզի այն ուղիղ լինի։ Հարգելի առյուծներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 5-րդ տանը։ Կարող են վերականգնվել ձեր ռոմանտիկ հարաբերությունները, քանի որ կարող են ձեր կյանք վերադառնալ ձեր նախկին սիրելիները եւ դուք իրար երկրորդ հնարավորություն կտաք։ Ովքեր արդեն հարաբերություններ ունեն, շփվում են կամ ամուսնացած են, ապա կվերադառնաք այն հարցին, որոնք վաղուց եք որոշել։ Կամ խնդիրներ կային ձեր հարաբերությունների մեջ, ապա այդ խնդիրը եւս լուծում կտաք։ Այդքան էլ բարենպաստ չէ այս ընթացքում նոր ծանոթությունների համար, քանի որ երբ Մերկուրին կպտտվի ուղիղ դիրքում, դուք ձեր կարծիքը կփոխեք դիմացինի հանդեպ։ Ոմանք կվերադառնան իրենց մանկություն, քանի որ դա նաև 5-րդ տունն է, դա երեխաների տունն է։ Ինչպես նաև կարող են հարցեր առաջանալ երեխաների հետ կապված, միգուցե այս տարի չի ընդունվել, պետք է եւս փորձի, պարապի, ինչպես նաև կարող են որոշ դատական գործեր բացվել երեխաների հետ կապված, ովքեր որ բաժանվել էին։ Ամեն հարց կապված երեխաների հետ, այդ հարցերում հնարավոր են կրկնություն, միգուցե եւս մեկ անգամ պետք է գնա մեկ այլ երկիր, այնտեղ որտեղ եղել էր։ Ինչպես նաև հնարավոր են հղիություններ, բայց արդեն երկրորդ անգամ կամ երրորդ։ Կամ դա նաև կարող է վերաբերվել արհեստական հղիություններին, որ ժամանակին անալիզ էիք հանձնել, իսկ հիմա արդեն ժամանակն է կատարել այդ հղիությունը։ Կարող են որոշ մարդիկ վերադառնալ ձեր կյանք, ում հետ ժամանակին շփվել եք։ Կամ սկսեք նորից աշխատել սոցցանցերով, կամ ընկերական խմբով կրկին հավաքվեք եւ որևէ տեղ գնաք, կամ դասարանցիներով, որոնց վաղուց չէիք տեսել։ Կապված ստեղծագործության հետ միգուցե կրկին վերադառնաք այն աշխատանքին, որը ժամանակին արել եք, ինչպես նաև կարող եք վերադառնալ ձեր հին հոբիին, սկսեք նկարել կամ մեկ այլ հոբի։ Ոմանք կարող են կրկին պայմանագիր կնքել կապված թե բիզնեսի, թե որևէ տարածքի վերաբերյալ։
բայց նորը հարկավոր չէ սկսել, միայն հին գործարքները պետք է թարմացնեք։ Կարող են վերականգնվել հին աշխատանքները հին գործընկերների հետ, ոչ նորը։ Հարգելի կույսեր, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 4-րդ տանը, կապված է հենց մեր տան հետ, հնարավոր են որոշ իրեր փչանալ։ Կամ այնինչ վաղուց էր փչացել, վերանորոգեք, նաև ովքեր տան վերանորոգում էին անում և որոշ ժամանակ կանգնեցրել էին, ապա ևս կսկսեք դա շարունակել։ Շատ բարենպաստ է տան առքու վաճառքի համար, բայց եթե գնեք, ապա գործարք դեռ մի կնքեք, սպասեք մինչև նոյեմբերի վերջ։ Բացի դա էլ լավ ուսումնասիրեք բնակարանը, քանի որ հետո կարող են ի հայտ գալ որոշ խնդիրներ և մտածեք, որ սխալվել եք այդ տան հարցում, բայց վաճառելու համար շատ բարենպաստ է։ Ովքեր վարձով էին ապրում, միգուցե հիմա կլրանա պայմանագիրը և ստիպված պետք է դուրս գաք այդ տնից, կամ կարող են իրենք ասել, որ դուրս գաք։ Տան համար իրեր հարկավոր չէ գնել, բայց վերանորոգում կարող եք անել։ Եթե հիմա գնեք, ապա հետո այն ձեզ կհիասթափեցնի։ Ոչ էլ տեխնիկա գնեք տան համար այս ընթացքում։ Ինչ շատ են գրում անվան փոփոխության մասին այս ընթացքում, կարող է փոխեք կամ դիմեք, որ փոխեն, և իհարկե եթե վերջնական եք որոշել։ Համենայն դեպս շատ դա երկար գործընթաց է։ 4-րդ տունը դա նաև հայրենիքն է, որոշ մարդիկ կարող են վերադառնալ հայրենիք, իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է, որ թռիչքը հետաձգեն և մնաք կամ հայրենիքում, կամ չկարողանաք գնալ։ Որոշ մարդկանց էլ կարող է դեպորտ անեն դեպի իրենց հայրենիք։ Ուշադիր եղեք նաև ձեր առողջությանը։ Հարգելի կշեռքներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 3-րդ տանը։ Այս ընթացքը կապված կլինի ձեր շփումների, ակտիվության և ուսման ոլորտների հետ։ Կարող եք ևս մեկ անգամ դիմել ուսման համար, այնտեղ որտեղ դիմել եք, չէր ստացվել, կարող եք ևս մեկ անգամ էլ դիմել։ Եթե հարցեր էին առաջացել քննության հետ կապված, ապա կարող եք կրկին փորձել։ Ովքեր արդեն սովորում են, կարող են որոշ դասընթացներ տեղափոխվել, որոշ դասընթացներ նաև չեղարկվել։ Հետընթաց Մերկուրի ժամանակ կարող է չկարողանաք կապ հաստատել որոշ մարդկանց հետ, շփումը չստացվի, անընդհատ կարող է հետաձգվի կամ կպայմանավորվեք որևէ մարդու հետ և որոշ խոչընդոտների պատճառով չեք կարողանա տեսնել միմյանց։ Մեկ խանգարի հեռախոսի մարտկոցը, կամ դուք զբաղված կլինեք, կամ տվյալ անձնավորությունը։ Նաև հնարավոր է որոշ տեխնիկա փչանա, կամ կորցնեք, ամենայն դեպս հարկավոր չէ նորը գնել, եթե հնարավոր կլինի սպասեք, հետո գնեք։ Կցանկանաք տեսնել որևէ պաշտոնով անձնավորության հետ, միշտ զբաղված կլինի։ Եթե շատ կարևոր հարցեր են, ապա լավ կլինի հետաձգեք մինչև ամսվա վերջ, որպեսզի կարողանաք այդ հարցին լուծում տալ։ Եվ եթե կցանկանաք ճանապարհ գնալ, ապա հնարավոր է, որ տեղափոխվեն ձեր տոմսերը մեկ այլ օրվա համար, թռիչք հետաձգվի կամ մեքենան խափանվի, չկարողանաք գնալ։ Ինչպես նաև ուշադիր եղեք, որպեսզի չմոռանաք ոչինչ և չուշանաք դրա պատճառով։ Կարող է ևս մեկ անգամ էլ է հարկավոր փորձել դիմել կամ համակարգչի մեջ ձեր գնումները ցույց չտան։ Այդ ամեն ինչը հանդիպելու համար հարկավոր է մի փոքր շուտ տանից դուրս գալ և ստուգել ամեն մանրուք։ 3-րդ տունը դա նաև տեղեկատվության, փաստաթղթերի տունն է, ուշադիր եղեք կնիքներին, թարգմանությանը, տառասխալներին, որոնք այս ընթացքում շատ կարող են լինել։ Ուշադիր եղեք, որ շատ կարևոր տեղեկություն չկորցնեք, չջնջվի։ Փաստաթղթերին ուշադիր եղեք, որ չկորցնեք։ Ես նշել եմ շատ, որ ամբողջ փաստաթղթերս եմ կորցրել։ Այս ընթացքում բարենպաստ է գնալ որևէ կուրսերի, սեմինարների և վեբինարների։ Հարգելի կարիճներ, այս հետադարձ Մերկուրին կլինի ձեր 2-րդ տանը, նաև առաջին տանը, դուք կարող եք լսել նաև առաջին տանը։ Այս ընթացքը կապված կլինի ձեր ֆինանսների հետ։ Եթե որևէ խնդիրներ էին առաջացել նախկինում ֆինանսների հետ կապված, ապա այն այժմ կարող է լուծվել։ Կարող են վերադառնալ ձեր նախկին եկամտի աղբյուրները, և դուք կրկին սկսեք դրանցով գումար աշխատել։ Ոմանք կվերադարձնեն ձեր պարտքերը, ինչպես նաև ձեր աշխատավարձը։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսական վիճակին, եթե ձեզ գումար վերադարձեն, անպայման դրանք հաշվեք։ Սովորաբար գումարը հաշվել է սիրում, և լավ կլիներ, որ և օգուտը, և ձեր պարտքերը անպայման հաշվեք։
Եթե անցյալում որևէ պարտքեր ունեք, դրանց մասին կարող են հիշեցնել ձեզ, որ պետք է վճարեք, միգուցե դուք դրանց մասին արդեն մոռացել եք։ Ովքեր բիզնես ունեն, ապա վերանայեք արժեքները։ Ստուգեք արդյոք ճիշտ եկամուտ եք ստանում։ Միգուցե որոշ մարդիկ բարձրացնեն իրենց արժեքը։ Ոմանց կարող են առաջարկել իրենց նախկին աշխատավայրից, որպեսզի կրկին աշխատեն այնտեղ, եւ շատ բարենպաստ կլինի ձեզ համար։ Միգուցե նաեւ բարձրացնեն ձեր աշխատավարձը։ Իսկ եթե ձեզ նոր մարդիկ առաջարկեն նոր աշխատանք, նոր ներդրումներ, ապա առայժմ այդ քայլը մի կատարեք։ Ներդրումներ հատկապես մի արեք, ավելի լավ է նախկինում կատարած ներդրումները վերանայեք, հաշվեք նաև ձեր եկամուտները։ Ինչպես նաև կարող եք սկսել վերանայել ձեր գործընկերոջ հետ ֆինանսական հարցերը, միգուցե կրկնակի հաշվարկ անելու կարիք լինի։ Ոմանք կցանկանան որոշ իրեր գնել։ Կարող է գայթակղվեք որևէ նորույթով, բայց հիշեք, որ այս ընթացքում նոր իրեր եւ տան համար եւ մեծ թանկարժեք իրեր չի կարելի գնել, քանի որ հետո դրանք ձեզ այլևս դուր չեն գա, կամ լավ չեն աշխատի, կամ կհասկանաք, որ դա այդքան չարժեր, որքան որ վճարեցիք։ Ինչպես նաև ետադարձ Մերկուրի ժամանակ շատերը կսկսեն կրկին աշխատել, բայց նույն վայրում, ոչ նոր վայրում, քանի որ նոյեմբերից հետո կարող է ստիպված լինեք դուրս գալ աշխատանքից։ Կզգաք, որ դա ձերը չէր։ Եվ ոմանց համար նաև կարող է աշխատավարձ ուշացնեն, գումարը նաև ուշացնեն, եթե գումար եք սպասում։ Հարգելի աղեղնավորներ, իհարկե այս հետադարձ վիճակը տեղի ունենում ձեր նշանում։ Մերկուրին պտտվում է ձեր նշանում եւ ամենաշատը դուք պետք է զգաք, ինչպես որ նաեւ կարիճները։ Առաջին տունը դա մենք ենք, մեր ցանկությունները, կարող եք որևէ փոփոխություններ կատարել դեմքի, իմիջի եւ մարմնի հետ կապված։ Շատերը կարող եք կրկին սկսեն սպորտով զբաղվել, գնալ յոգայի։ Անկարծակի կտրեք շատ կարճ ձեր մազերը, հագնեք այն հագուստը, որը նախկինում եք հագել, օրինակ առաջ դասական եք հագնվում, հետո սկսել եք փոխել ձեր ոճը, իսկ հիմա եւս կարող եք անցնել դասական հագուստին կամ հակառակը։ Համենայն դեպս վիրահատություններ չի կարելի անել հետադարձ մոլորակների ժամանակ։ Առավել եւս չանեք ոչ մի պլաստիկ վիրահատություն, քանի որ եւս մեկ անգամ կուղեք դա, կամ ձեզ դուր չի գա, կամ սխալ վիրահատած կլինեն։ Նաև եթե առաջին անգամ որևէ պրոցեդուրա պետք է անեք, ապա դեռ սպասեք, այս ընթացքում ռիսկի մի դիմեք։ Այս ընթացքում ոչինչ մի սկսեք, եթե կարող եք միայն ձեր ունեցածը լավացրեք, ձեր գործունեությունը, ձեր դիզայնը, ցանկացած պլան, կլինի բիզնես թե ոչ, դա լավացրեք։ Որոշ մարդիկ կարող են շարունակել իրենց հարաբերությունները նախկին ընկերոջ, ընկերու կամ ամուսնու, կնոջ հետ, որոնց դուք նախկինում ճանաչել եք։ Իսկ նոր հարաբերություններ բարենպաստ չէ սկսել, քանի որ հետո կարող եք ձեր կարծիքը փոխել տվյալ մարդու նկատմամբ։ Այն ամենը, ինչ կապված է ձեր անձի հետ, ապա կվերադառնաք այն ապրելակերպին, որով ապրել եք, անգամ մինչև աշուն, կամ ում հետ աշխատել եք, նաև ձեր հաճախորդների հետ, որոնց հետ աշխատել եք, կարող կրկին վերադառնան։ Բայց իհարկե ոչ թե որևէ բան ուղղելու համար, այլ որպեսզի եւս մեկ անգամ ձեզ հետ աշխատեն։ Եվ պետք է հասկանաք, որ առաջին տունը դա բոլոր ոլորտներն են, բոլոր անխտիր։ Եթե աշխատանքի, տան, վարձակալության որոշ գործարքներ իր ավարտին կհասնեն այս ամիս, ապա լավ է նորը կնքել, իսկ ամբողջովին նոր պայմանագիր փորձեք հնարավորինս սպասել։ Անկամ եթե տուն կգնեք, ապա փաստաթղթերը ստորագրելու համար դեռևս սպասեք։ Մերկուրիի հետընթաց վիճակում հնարավոր է նաև բոլոր գործողությունները հետաձգվեն, դանդաղեն կամ չեղարկվեն։ Մերկուրին դա նաև տեխնիկան է, ապա հնարավոր է փչանալ ձեր անձնական օգտագործման տեխնիկան կամ ձեր աշխատավայրում նույնպես փչանա ձեր անձնական տեխնիկան եւ չկարողանաք աշխատել։ Ուշադիր եղեք ձեր փաստաթղթերին։ Կորցնելու հավանականությունը շատ մեծ է, ինչպես նաև շուտ դուրս եկեք տանից, որպեսզի չուշանաք, կամ ձեր անձնական տվյալները, գաղտնագիրը ստուգեք, փոխեք, կամ կրկնապատկեք պաշտպանությունը, բանկային քարտերին եւս ուշադիր եղեք։ Ինչպես նաև ձեր տեղեկություններին ուշադիր եղեք, պահպանեք անպայման, եթե հնարավոր է նաև կոդ դրեք վրան։ Հարգելի այծեղջյուրներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 12-րդ տանը։ Գաղտնիության, մեկուսացման, ավարտի տանը, ինչպես նաև ընկերների տանը։
որովհետև երկու տան մեջ է լինում։ Այս ընթացքում հնարավոր է, որ կբացահայտվեն այն գաղտնիքները, որոնք հայտնի չեն եղել նախկինում։ Ինչպես նաև որոշ մարդիկ հնարավոր է կրկին պարկեն հիվանդանոց, այն խնդրի համար, որի համար եւս մեկ անգամ արդեն պարկել եք հիվանդանոցում։ Եթե չպարկեք, ապա Մերկուրին ձեզ կհիշեցնի կամ կվերադարձնի այն խնդիրները, այն առողջական խնդիրները, որոնք արդեն եղել էին ձեզ մոտ, որ պետք է եւս մեկ անգամ անցնել այդ հետազոտությունը, անալիզներ հանձնեք, բայց վիրահատություններ չի կարելի։ Կամ ոմանք կրկին դատապարտվեն այն գործի համար, որի համար նախկինում դատապարտվել էին։ Նաև այս տունը ազատման տունն է, կարող եք ազատվել այն իրերից, այն սարքավորումներից, որոնք այլևս ձեզ հարկավոր չեն, բայց տանն են դրված, ազատվեք դրանցից, որ նորերին տեղ բացվի։ Կարող եք նաև ձեր փաստաթղթերը կարգի բերել, որոնք հարկավոր չեն, ազատվեք դրանցից։ Ինչպես նաև մեկուսացումը դա բոլորից հեռու գտնվելն է, միգուցե կրկին ցանկություն կունենաք մենակ ճամփորդելու, գնաք այնտեղ, որտեղ եղել եք, բայց այնտեղ չէ, որտեղ առաջին անգամ պետք է լինեք։ Այդ տունը նաև կապված է օտար երկրների հետ։ Միգուցե կրկին պետք է ուղղեք ձեր փաստաթղթերը եւ ուղարկեք այն կենտրոն, որտեղ օտար երկրում հանձնում ենք մեր փաստաթղթերը։ Կարող են որոշ ձգձգումներ լինել կապված այս կամ այն գործի հետ։ Ինչպես նաև կարող եք շատ ցրված լինել եւ որոշ իրեր կորցնել, քանի որ այդ տունը նաև մշուշոտում է մեր ուղեղը։ Կարող են ուշանալ որոշ փաթեթներ կամ կորեն, ինչպես նաև կարող եք կորած իրեր գտնել։ Ոմանք կարող են կրկին դիմել անձնագրի համար, որ նորը տան, կամ երկարացնեն։ Ոմանք կգնան որևէ արխիվ փաստաթղթեր փնտրելու համար, կամ անձնագրի հետ կապված խնդիրների համար, անունը փոխելու համար։ Ոստիկանների եւ հետախույզների համար լավ է այս շրջանը, ովքեր իհարկե կարիճ են եւ աղեղնավոր, ապա նաեւ ինչու՞ չէ, այս եղջյուրները, ապա իրենք կարող են հին արխիվներից շատ հարցերի պատասխաններ գտնել, որոշ փաստաթղթեր գտնեն, որոնք կօգնի իրենց գործին, ավելի հեշտ կգտնեն, քան մեկ այլ ժամանակահատվածում։ Հարգելի ջրհոսներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 11-րդ տանը։ Կապված է ընկերների, որոշ արդյունքների, սոցցանցերի եւ հասարակության հետ։ Ձեր կյանք կարող են վերադառնալ ձեր նախկին ընկերները, որոնց վաղուց չէիք տեսել եւ կրկին վերսկսեք շփումը։ Ինչպես նաեւ եթե սպասում եք որոշ տեղեկությունների, փաստաթղթերի, գումարի, ապա հնարավոր են ուշացումներ։ Կարող է նաեւ հարկավոր լինել լրացուցիչ փաստաթղթեր, եթե դիմել եք աշխատանքի կամ դեսպանատուն կամ նման հաստատություն։ Ինչպես նաև կարող է բժշկի, դատարանի, քննության պատասխանները, վիզաները, հարցազրույցները կարող են կրկին ուշանալ։ Նաև կարող եք վերադառնալ ձեր ստեղծագործական գործընթացներին, որոնք ժամանակին գնացել եք։ Նկարչություն, ուլունքագործություն, գործվածքներ եւ այլն։ Կամ կհանդիպեք ձեր դասընկերներին, ձեր բանակի, նաև ուսանողական ընկերներին եւ որոշեք եւս մեկ անգամ հավաքվել որևէ վայրում ձեր ամբողջ խմբով։ Ովքեր աշխատում էին սոցցանցերով, կարող եք վերադառնալ եւ կրկին սկսեք աշխատել, բայց նորը բացել եւ սկսել դա բարենպաստ չէ։ Հետո նոյեմբերի վերջ կփակեք, կարող է չարդարացնել այն։ Միգուցե սկսեք մասնակցել որևէ խմբակային առիթների կամ վերադառնաք ձեր ընկերական խումբ։ Որոշ հարցեր կարող են վերաբերվել ձեր երեխաներին, եւ շատ հարցերում հարկավոր կլինի կրկին անել այն, ինչ արել եք, փոխել դպրոցը եւ տանել այն դպրոցը, որում նախկինում սովորել էր, կամ նորից պետք է քննություններ հանձնի։ Ոմանք կարող են վերադառնալ իրենց այնպիսի աշխատանքին, որը կապված էր հասարակության հետ, աշխատում եք բազմաթիվ մարդկանց հետ կամ պատգամավոր, նախարար կամ որևէ դատական համակարգում։ Կարող եք նաև վերադառնալ պետական այն հարցերին, որոնք նախկինում կիսատ եք թողել որևէ հարկադիր կամ վարկերի հետ կապված։ Ինչպես նաև կարող է կարիերայի բարձրացում լինել, որի ժամանակ հարկավոր կլինի հավաքել ձեր փաստաթղթերը, անգամ ստիպված կլինեք գնալ արխիվ եւ հավաքեք ձեր ամբողջ փաստաթղթերը։ Բայց հավանականությունը մեծ է, որ սկսվեն հետաձգվել այն բոլոր գործընթացները եւ ստիպված լինեք երկար սպասել, մինչեւ գտնեն։ Նոր աշխատանքային վայր այս ընթացքում հարկավոր չէ տեղափոխվել։ Միայն եթե ձեր նախկին աշխատավայրը ձեզ կկանչեն, ապա այդ ժամանակ կարող եք հանգիստ ընդունել իրենց առաջարկը։
Հարգելի ձկներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 10-րդ տանը։ 10-րդ տունը դա բարձրունքի, հեղինակության, կարիերայի տունն է։ Այն թե ինչին ենք մենք ձգտում հասնել մեր կյանքի ընթացքում։ Մերկուրին այդ ոլորտներում կդանդաղեցնի ամեն ինչ, քանի որ հարկավոր կլինի կրկին անել, ուղղել սխալները։ Ավելի լավ է, եթե մտածում եք որևէ պրոյեկտի վերաբերյալ, ապա սպասեք դրանց իրականացնելու հարցում։ Հնարավոր է, որ անգամ փակվի աշխատատեղը, այս մի քանի շաբաթը, կամ կարող է ձեր հաճախորդն ասել, որ պետք է վերափոխել, լավացնել այն, ինչ կատարել եք։ Կամ դուք ինքներդ կորոշեք լավացնել ձեր բիզնեսի կառուցվածքը եւ վերադասավորեք այն։ Կամ ձեր կազմակերպությունում որևէ բան կարող է փոխվել, կարող է ետ գալ նախկին տնօրենը կամ որևէ գործընկեր, որը նախկինում աշխատում էր ձեզ հետ, հանկարծ կհիշի ձեզ եւ կզանգահարի։ Ինչպես նաեւ կարող է ձեզ զանգահարեն ձեր նախկին աշխատավայրից։ Կարող են նաեւ լինել որոշ ստուգումներ, որտեղ կարող է հարկ լինել, որպեսզի ձեր աշխատանքի վերաբերյալ բացատրություններ տաք։ Կփոխվի ձեր պլանները կապված աշխատանքի հետ, տնօրինության փոփոխություններ։ Օրինակ դուք ունեիք այլ նպատակ, իսկ այս ընթացքում կարող է փոխվել այն։ Ոմանք կարող է կրկին վերադառնան իրենց նախկին աշխատավայր կամ հնարավոր է, որ միայն այցելեք այնտեղ, այլ ոչ թե աշխատեք, գնաք իրենց ուղակի տեսնելու համար։ 10-րդ տունը նաև կապված է դիպլոմի հետ, դիսերտացիա պաշտպանելու եւ որևէ նոր պաշտոնի հետ։ Այս ոլորտները նույնպես կարող են հետաձգվել կամ երկարաձգվել, ինչպես նաև ամսաթվերը կարող են փոխվել։ 10-րդ տունը դա նաև կարգավիճակն է, օրինակ որոշել եք ամուսնանալ, իսկ այս ընթացքում կարող է փոխեք ձեր որոշումը կամ ցանկանում եք գնալ թոշակի, բայց կրկին կփոխեք ձեր որոշումը եւ կցանկանաք շարունակել ձեր աշխատանքը։ Այն, ինչ կապված է կարգավիճակի հետ, այդ ոլորտը եւս կփոխվի։ Հնարավոր է, որ ձեզ մոտ վերադառնան ձեր հին հաճախորդները, եթե դուք զբաղվում եք առք ու վաճառքով։ Ինչպես նաև եթե զբաղվում եք բիզնեսով, կարող է փոխել ձեր բիզնեսը մեկ այլ մարդու անունով։ Այսքանը սիրելիներս, թող որ հետադարձ Մերկուրին ձեզ մոտ ոչինչ չփչացնի, ձեր կյանքը ոչ մի ամփույթ մի բան չմտնի, միայն թող լավը լինի։ Եթե ինչ-որ մեկն էլ մտնում է ձեր կյանք, պետք է հասկանաք, որ դա կարող է լինել նաև ժամանակավոր։ Այսքանը լավ եղեք։